Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ ունկալվելու համար։ Վաղաշաբաթի ընտրություններից բավականին ոգևորված է իշխանությունը, ասում է 57%-ից ավել ձայն ենք հավաքել եւ Նիկոլ Փաշինյանը այսօր վերլուծությամբ է այսպես ասած հանդես եկել, նա ասում է, որ սա նրանից է, որ ընդդիմությունը խոսում է ապոկալիպսիսից, իսկ մենք խոսում ենք կյանքի մասին, իսկ մարդիկ ընտրում են կյանքը եւ նույնը կլինի 2026 թվականին։ Արդյոք սա ցուցիչ է, որ 2026-ին ԿՊ-ն անցնի եւ ինչու եք խոսում ապոկալիպսիսից։ Մենք խոսում ենք այն իրականությունից, որը բերել է Նիկոլը, ինքը շատ քրտնաջան փորձում է ամեն ինչ անել այն թաքցնելու համար, փորձում է պատերազմը ներկայացնել խաղաղություն, Հայաստանի շրջափակումը փորձում է ներկայացնել իբր սահմանների բացում, Հայաստանի կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից փորձում է բազմակողմանի հարաբերություններով քողարկել եւ բացատրել, բայց ամեն ինչ ակնհայտ է այն աստիճան, որ ինքը նույնիսկ չի թաքցնում, գոնե իր թիմակիցների լեզվամտածողության եւ արտաբերած բառապաշարի մակարդակով ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ ճակատագիր է նախատեսում հայ ժողովրդի համար։ Իրենք վաղաշաբաթի ընտրություններում շատ ինձ համար գոնե ցուցիչ հանդիսացող բառապաշար են օգտագործում, ասում են ջախջախեցինք։ Այո, իրենք ջախջախել են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին, հայկական շահն են ջախջախել, Հայաստանի սահմաններն ու անվտանգային համակարգն են ջախջախել։ Այդ բառը իրենց համար ճիշտ տիպիկ կիրառելի է։ Վաղարշաբաթը արդյոք դրա հանգրվանային ինչ-որ կետ էր, ինձ համար ոչ, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տարբեր ժամանակահատվածը մեկ ապացուցում է, որ ինքը կոնչիննի ամեն ինչին պատրաստ դեմք է։ Ինքը ցանկացած պահի պատրաստ է անցնել ամեն ինչի վրայով։ Դրա համար իր ասած բառապաշարով պլյուս-մինուս 50 կյանք է պետք լինելու հայ զինվորի կամ Հայաստանի քաղաքացու։ Ինքը դա պատրաստ է տալ եւ պատրաստ է կազմակերպել։ Վաղարշաբաթի ընտրությունները կոչվածը, որը որ գոնե ձևական իմաստով համարվում են ընտրություններ, ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ընտրակեղծիքների եւ դրանց նորարարական մեթոդների ձևերի կիրառման շատ մեծ փորձ եւ կամարտահայտություն ունի, այսպես ձևակերպենք, որի մեջ ներգրաված է ողջ պետական ապարատը, որի մեջ ներգրաված են ինստիտուտները, որոնք պիտի զբաղվեն այդ ընտրական գործընթացները հսկելով, վերահսկելով եւ կազմակերպելով։ Ակնհայտ է, որ ընտրակաշառքից մինչեւ վախ, մինչեւ քաղաքացիների տեղամասեր ուղեկցում, այդ ամեն ինչ իրենք իրականացրել են, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, ինքը այդ ամեն ինչը սկսում է անել դեռևս ընտրություններից ամիսներ առաջ եւ այդ կազմակերպած եւ կեղծած ընտրությունների խոստումները շարունակում է կատարել այդ քաղաքացիներին տված, որը անձնական նյութական շահագրգռվածության մասին է, բոլոր նորարարական ձևերով։ Ես կարծում եմ մենք ավելորդ չեն նշել, որ օրինակ Գյումրիի ընտրությունների հետ կապված տեղեկություններ կային, թե ինչպես են իրենց սիրելի բուքմեյքերական ընկերություններով այդ գումարները, կներեք այս բառի համար, ֆռցնում եւ կազմակերպում։ Այդ նույն տրամաբանությունը ես վստահ եմ եւ հիմնավոր կասկածներ կան, որ այստեղ է նաև կիրառվել, չէ՞ որ ես օրինակ հիշում եմ, թե ինչպես 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը հսկում էր ՔՊ շտաբը, որ ոչ քաղաքացիները, ոչ լրագրողները չկարողանան տեսնել, իմանալ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ այդ ամբողջ process-ը կազմակերպվի նիկոլական իրավական քողի տակ։ Վաղարշաբաթում ընտրությունները կեղծված են եղել։ Ես ցավում եմ այն մասնակցած ուժերի համար, խոսքը իրական ընդդիմադիր ուժերի մասին է, ովքեր շեշտադրումը չեն դրել այս հանգամանքի վրա, ովքեր աշխատել են գոնե իրենց մտքում ունենալով տպավորություն, թե Նիկոլի համակարգում, Նիկոլի ստեղծած եւ կազմակերպած իրականության մեջ հնարավոր է մրցակցայնության կամ թափանցիկության մասին խոսել։ Ակնհայտ է բողոքարկել իրենք, եթե կեղծ դեռ ժամկետ կա բողոքարկելու, ես ոչ այդքան այս պայծրության բողոքարկման մասին էի խոսում, որովհետեւ 2016 թվականի ընտրական օրենսգիրքը ընդունված, ինքը այնպիսի մեխանիզմներ է նախատեսում, որ ընտրությունների խոսքը քվյաթերթիկներով էլեկտրոնային կեղծիքների մասին չի, որը որ Նիկոլը գործադրում է, հա, 2016 թվականից էլ եվրոպական կառույցները շատ բարձր են գնահատում մեր ընդունած ընտրական օրենսգրքի իրավական կարգավորումները։ Այստեղ հարցն է, որ Նիկոլը այդ իր իրավապահ համակարգով ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ ինքը մենաշնորհային իրավունք է ստացել գրելու եւ ոնց որ ինքն էր ասում, նկարելու են բոլոր արդյունքները, որոնք անհրաժեշտ են։ Ընդդիմադիր ուժերը
պիտի ովքեր գոնե մասնակցում էին վաղարշաբաթում, պիտի ունենային նվազագույն իրենց մտքում են հանգամանքը, որ հետընտրական ակտիվությունը, եթե այդպեսին նախատեսվում էր, անհրաժեշտ էր կազմակերպել, որովհետև Նիկոլը դա կեղծելու է եւ տրամաբանական գալով ձեր հարցի վերջնամասին արդյոք 26 թվականի համար կանխատեսելի էր, կանխատեսելի է, այո, կանխատեսելի է։ Այնտեղ էլ է լինելու անարդար, այնտեղ էլ է լինելու իրավապահ համակարգի խիստ ներգրավմամբ, այնտեղ էլ է կիրառվելու բոլոր ընտրակեղծարարության նորարարական մոդելները, որին տիրապետում են Նիկոլը եւ իր տերերի թույլտվությամբ այստեղ կիրառում է, բոլոր ռեսուրսներն է կիրառելու եւ միայն ընդդիմադիրները մնան այն տրամաբանության մեջ, որ դե միգուցե ամեն ինչ լավ կանցնի, չէ, այդպես չի լինելու։ Ամեն դեպքում իրենք խոսում են, որ հիմա ամենաթափանցիկ ընտրություններն են իրականացում, քան նախկինում։ Իսկ ինչ պետք է ասեն, որ բերել են մարդկանց են ցուցակներում ավելացրել, միայն ընտրությունների օրը մի քանի տասնյակ շատ թեթև ինչ որ տենց ժամանակահատվածը շատ կարճ ուսումնասիրության ինքս իմ համար սահմանել եմ եւ լրատվա միջոցներով ընդհանրապես մոնիտորինգ անելով ակնհայտ էր այն քաղաքացիների քանակը, ովքեր գնացել են իրենց քվեարկության հասցեում քվեարկելու եւ պարզ է դարձել, որ իրենց անշարժ գույքի վրա կան գրանցված մի քանի մարդ, որոնց իրենք ոչ ճանաչում են, ոչ գիտեն թե ովքեր են, բայց մենք ինչ ենք մտածում, տի Նիկոլ Փաշինյան ասի հայ ես ընտրությունները կեղծեցի։ Այդ նույն ահազանգերը ինչ եղել է Գյումրիում, ինչ եղել է Վաղարշաբաթում, ամեն ինչ նույն կերպ շարունակվելու է։ Ակնհայտ է, չէ, որ Նիկոլը ասում է ինքը այդ ընտրությունների մրցակցայնությունն ապահովելու ոչ մի ցանկություն չունի։ Ինքը շատ լավ ուզում է ստեղծել իր համար մի մթնոլորտ, որտեղ իր մի կողմից կլինեն իր ուսապարկերը, թույլտվությամբ իհարկե իր տերերի, եւ այլ մյուս հատվածում ընդդիմադիրներ կլինեն մարդիկ, ովքեր իր կողմից կլինեն կառավարելի կամ նվազագույնը կլինեն իր տերերի ազդեցությամբ գործակալները։ Գնում է այդ ճանապարհով, այո, գնում է։ Վաղարշաբաթի ընտրություններ կոչվածին ինչը հաջորդեց։ Հաջորդեց այն հանգամանքը, որ ինքը ասեց, սա ինձ համար առիթ, հնարավորություն է կամ քայլ է դեպի վերահաստատումն այն ճանապարհի, որ ես գնալու եմ Մայրաթորը գրավելու ճանապարհով։ Այսինքն ցույց տվեց, որ խոսքը լիցք ենք ստանում, խոսք տվեց, որ սա այն պայքարի ճանապարհն է, որ ինքը իր Էրդողանին եւ Ալիևին խոստացել է, ինքը ակնհայտորեն ցույց տվեց, որ վաղարշաբաթի ընտրությունները համայնքային ընտրությունների մասին չէին, ինքը կներեք, էլի թքած ունի եւ այդ համայնքի շահի վրա եւ այդ համայնքի զարգացման վրա եւ Հայաստանի Հանրապետությունում այդ համայնքի դերի, տեղի եւ նշանակության մասին, որովհետեւ վերջին հաշվով, եթե Ալիևն ու Էրդողանը իրեն լավ համոզեն, որ իր աթոռը պահպանելու համար միայն Սևանի հարցը չի, միայն Գորիս-Կապան ճանապարհը չէր կամ միայն Տավուշից եւ Գեղարքունիքից հատվածներ չեն, այլ նաեւ Էջմիածնի հետ կապված մենք ունենք կոնկրետ հավակնություններ, ինչը տենց կարծում Ալիևի են հոգեվոր առաջնորդի շուրթերով մենք արդեն լսել ենք, ես դա կրկնելու ցանկություն ուղղակի չունեմ։ Ակնհայտ է, որ Նիկոլը դա էլ կկազմակերպի եւ կտա թուրքերին, ինչպես արեց հարյուրավոր վանքեր եւ եկեղեցիներ Արցախում։ Հիմա այս ամեն ինչից ինչ հետևություն պետք է անի ընդդիմությունը եւ 2026-ին ինչ պատկեր կձևավորվի։ 2026-ի պատկերի մասին թույլ տվեք ես շատ կարծիքներ կամ կանխատեսումներ չանեմ, որովհետև մենք այս պահի դրությամբ հանրապետական կուսակցությունը գոնե ընդդիմության այդ հատվածով փորձում ենք հասնել Նիկոլի անվստահության գործընթացին, մենք բոլորին, բոլոր ուժերին ուզում ենք հնարավորություն տալ 2026 մտնել առանց Նիկոլի, 2026-ի հունիս ամիսը, ընտրական ամիսը հասնել առանց Նիկոլի։ Մենք դրա համար ամեն ջանք գործադրում ենք։ Այն ուժերը, ովքեր թաքնված կամ շատ բացահայտ մերժում են այս օրակարգը, տարբեր ինչ-որ պիտակավորումներ կպցնելով դա իրենց խղճին թող մնա, բայց այս պահից տենց պատրաստվում են, գոնե հայտարարում են, որ պատրաստվում են 26-ին, պիտի շատ լավ հասկանան, որ Նիկոլը չի պատրաստվում Հայաստանի քաղաքացու քվեի հետ հաշվի նստել, ինքը շատ լավ 2018 թվականից էլ հայտարարել է, այլ բան է, որ մենք դա լավ չենք լսել կամ լավ չենք ֆիքսել, ասել է, որ ես եմ որոշողը, ես եմ բանակցողը, այս վերջերս էլ հայտարարել է, որ ինքնակառավարությունը, ինքս այս երկրի ընտրական հանձնաժողովն է, ինքս այս երկրի դատավորն է, այս երկրի քննիչն է, ոստիկանն է, ընտրությունը հաշվողն է, ընտրություն կեղծողն է, այդ 26-ի պատրաստություն ասածը պիտի լինի ոչ թե բնականon process-ին պատրաստվելու, այլ մեր քաղաքացիների քվեն առաջին հերթին
պաշտպանելուն ուղղված, որովհետև գաղտնիք չի եւ դա այս պահին ընդդիմության աշխատանքի արդյունքը չի, որ Հայաստանի ամեն 4-րդ քաղաքացին գիտի, որ Նիկոլը դավաճան է։ Դա իրականությունն է, մեր հասարակության գիտակցումն է, որին մենք բոլորս եկել ենք արդեն։ Այլ հարցը թե մենք դա ինչպես ենք ռեալիզացնելու, ինչպես ենք իմպլեմենտացնելու ձեր ասած 26 թվականի իրադարձությունների ժամանակ։ Բայց հենց մյուս թիմից ասում են, որ պատրաստվեք, գործընթաց սկսեք, մենք էլ անենք, ով է ասում, որ մենք սպասում ենք ընտրությունների։ Օրինակ երեք Արթուր Խաչատրյաններ ասում էր, մենք էլ փողոցային պայքարի դուրս կգանք, թող կազմակերպեն, միանանք։ Ինչ վերաբերում է մեզ ուղղորդումներին, թե մենք ինչ անենք, մենք ինքներս կկողմնորոշվենք, թե ինչ անել, ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ձեռքները ծալած փորձում են դիտորդի դեր ստանձնել, դա թող մնա իրենց խղճի վրա, որովհետև այն ժամանակ, երբ որ Հայաստան խմբակցությունը իրենց բնորոշմամբ եւ վստահեցմամբ կազմակերպում էին դիմադրության շարժումը, ես գոնե չեմ ասել թող անեն, ես է կգամ։ Վարքյանների ընթացքում այն ինչ որ իրենք արել են, իրենց շատ անդամներից շատ արել է նաև Հանրապետական կուսակցությունը, ես կարծում եմ գոնե այս ուրացման դե իրենք այդպես համարում են, որ իրենք են նախաձեռնել, ես այդտեղ վեճ չեմ տեսնում, շատ լավ, իրենք նախաձեռնել են, ես իրենց անդամներից եւ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ իրենց շարքերում կանգնած շատ մարդկանցից շատ բան են արել եւ շատ հալածանքներ են կրել այդ նույն դիմադրության շարժման ընթացքում։ Եթե ընտրել են դիտորդի կարգավիճակը, ես չգիտեմ անկեղծ ասած, բայց եթե այդպես է, ուրեմն դա թող մնա իրենց խղճին։ Այն ժամանակ, եթե մենք սկսենք մեր կողքերը նայել եւ տեսնենք, թե ով ինչ է անում, ապա 2018 թվականից Հանրապետականը գնար եւ հերթ կանգներ Նիկոլի մոտ նախարարի եւ մարզպետի պաշտոն վերցնելու։ Մենք դա չենք արել այն ժամանակ, երբ որ մարդիկ հերթ էին կանգնում Նիկոլին բարևելու համար, մենք մեր քաղաքական հայացքները չենք փոխել, գաղափարները չենք փոխել եւ պայքարել ենք։ Հիմա թող ով ինչ անի, էդ էլ թող մնա ամեն մեկի խղճի վրա, թե ով ինչքան եւ ինչ մոտիվացիայով է պայքարում Նիկոլի դեմ։ Բայց ամեն դեպքում ինչ հնարավորություններ կա հիմա փողոցով կրկին դուրս գալ եւ Փաշինյանին հեռացնել։ Այսինքն եթե նախորդ անգամները չի ստացվել, ինչ հույս կա, որ հիմա պետք է ստացվի։ Եվ արդյոք այս պարտությունը ավելի վատ չի լինի ընդդիմության համար, այսինքն ջլատվի, թուլանա եւս մեկ անգամ ժողովուրդը հուսահատվի, Փաշինյանը կալանավորի, չէ, համապետականից առաջ, այո։ Այն որ Փաշինյանը կալանավորելու է, այն որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի ազատ խոսքը, ընտրական իրավունքը, քաղաքական եւ քաղաքացիական հայացքները վախի ազդեցության տակ Հայաստանի Հանրապետությունում չհնչեն բազմակարծության եւ այլընտրանքային դիրքորոշման տրամաբանության մեջ, այդ միանշանակ մենք տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունենք բանտերում, քաղաքական բանտարկյալների թիվը, եթե ձեր հաղորդման ընթացքում ես թիվ հնչեցնեմ, այդ թիվը սխալ ալնել է, որովհետեւ մենք այս հաղորդումից դուրս ենք գալու, այդ քաղաքական հալածանքների ենթարկված անձանց թիվը միանգամից ավելանալու է։ Մի քանի ժամ առաջ ընդամենը դատարանը որոշում է կայացրել, դատարանից դրան դատարան կարելի ասել, 2 ամսով երկարաձգել բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Ես ես հիշեցնեմ, որ այդ որոշումը հայտնի է եղել մեզ բոլորիս ոչ թե այսօր առավոտյան, ինչպես դատարանը, դատական համակարգը եւ փաստաբանները պնդում են, այլ հայտնի է եղել 3-6:25, երբ Նիկոլի ընտանեկան թերթը գրեց, որ դատավորը կալանքը տալու է։ Այս պայմաններում ենք մենք ապրում։ Մենք այն պայմաններում ենք, երբ անվստահության գործընթաց ինչ-որ մարդիկ փորձում են անլուրջ որակել կամ տենց իբր իմիտացիա ինչ-որ աշխատանքի, բայց չգիտես ինչի Նիկոլը դա այն աստիճան իր համար վտանգավոր է համարում, որ Դավիթ Համբարձումյանին, մեր վարչապետի թեկնածուին, այնպիսի հոդվածով, այնպիսի ժամանակահատված պատիժ է նշանակվում եւ մի անգամից խափանման միջոց փոխվում հենց դատարանի նիստերի դահլիճում, որը նախկին որևէ գործընթացի կամ գործի կամ նախադեպի շրջանակներում այսպիսի ժամանակահատված պատժատեսակ չի կիրառվել։ Այնքան абսուրդի են հասնում այս իրավական բեսպրեդելը, որ Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի նկատմամբ այդ հեղինակազրկված քննչականը ԱԱԾ-ն մասկեքով մտնում են այդ մարդկանց տուն երեխաներին, անչափահաս երեխաներին հրելով, անչափահաս երեխաներին վախեցնելով, ինչա թե Աղդամցի Ալենը սուտ մատնություն է գրել այդ մարդկանց վրա։ Մենք այս մթնոլորտում ենք ապրում, հետեւաբար, երբ որ խոսում էի ոչ բնականon ընտրությունների մարդկանց մասին, ովքեր ընտրություններ են պատրաստվում, դրա ոչ բնականոնությանը պատրաստվել, հենց սա նաև նկատի ունեի, որովհետև այսպես է շարունակվելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը կա։ Ինչ վերաբերում փողոցային պայքարին, մենք ամեն անգամ
ոչ թե երաշխիքներ ստանալուց հետո ենք դուրս եկել փողոցային պայքարի, այլ դուրս ենք եկել ամեն անգամ ունենալով հույս եւ անմնացորդ պատրաստակամություն պայքարելու Նիկոլի դեմ։ Նույնը հիմա ենք անելու այդ տրամաբանության մեջ։ Ուղղակի մեկ կարևոր տարբերություն կա, որ մենք հիմա ունենք անվստահության գործընթացի փաստաթուղթ, որի տակ ունենք 34 ստորագրություն եւ մեր հակազդեցության, վճռականության եւ մինչեւ վերջ գնալու ճանապարհն է, որ պիտի ցույց տա, արդյոք մենք կհաջողենք մինչեւ 2026 թվականի ընտրությունները Նիկոլին ճանապարհելու։ Ոչ մեկից չունենք երաշխիք, չենք էլ կարող ունենալ այդ երաշխիքը։ Բայց ամեն դեպքում այս գործընթացն էլ առաջ չի գնում։ Փաստացի 4 падգամավոր, որոնք անկախ падգամավոր են, երկուսը ասացին, մենք որոշակի հարցեր քննարկելուց հետո Հովիկ Աղազյանը եւ Հակոբ Ասլանյանը հնարավոր է միանանք, իրենց պես պահանջներն են ներկայացնում, իսկ այն երկուսի հետ կապված կարծես թե որևէ բան հնարավոր չի լինի, Գեգամ Նազարյանն ասել է, որ չի միանա, Իշխան Զաքարյանն էլ լռում է։ Դե Գեգամ Նազարյանը կյանքի ընթացքում այս 4 տարիների ընթացքում այնքան հակասական դիրքորոշումներ է ունեցել, Գեգամ Նազարյանի դիրքորոշումը երևի ավելի անկայուն է, քան Նիկոլին։ Այդ երկուսը կարող են իրար հետ համեմատվել։ Օրինակ Գեգամ Նազարյանը 2021 թվականին ասել որ Նիկոլն է սպանել իր տղային, հետո որոշեց որ չէ, ինչ որ այլընտրանքային լուծումներ ինքը ունի այդ տրամաբանության մեջ, դա Նիկոլն էլ էր, չէ, ասում Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո տենց կտրուկ փոխվեց։ Կարծում եմ, չէ, տենց ընդհանուր անցյալը իրենց կարծիքների միգուցե, բայց մենք իհարկե խոսքը հակազդեցության մասին է, բացարձակ հակազդեցության, որտեղ այն մարդիկ, ովքեր այդ հակազդեցության կարիքը չունեն, արդեն տվել են այդ ստորագրությունները, չնայած իմ շատ մեծ զարմանքին, որ այդ ստորագրությունների հավաքագրումը տևեց ոչ թե տեխնիկական ժամանակահատված, այսինքն որ անհրաժեշտ էր տեխնիկական գործողություն անելու համար, մի ֆրակցիայից մեկ այլ ֆրակցիա փոխադրելը, այլ տևեց մի ամբողջ 4 ամիս, ինչը ինձ համար շատ զարմանալի էր, որտեղ նախկինում մենք էլի համատեղ հայտարարություններ, համատեղ նախաձեռնություններ ենք ունեցել, որի ստորագրումը իրականում տևել է շատ կարճ տեխնիկական ժամանակ։ Հիմա որ փուլում է այս գործընթացը, կարող ենք ասել, որ վերջացավ Դավիթ Համբարձումյանին կալանավորելուց հետո, կամ տեսակ, որ այն 4-ն էլ չեն միանում եւ փակուղային վիճակ ստեղծվեց։ Իհարկե ոչ, փակուղային վիճակ չկա, մենք շարունակում ենք աշխատել, ավելին Դավիթ Համբարձումյանի կալանավորումը մեզ համար ազդակ է, որ Նիկոլը այնքան անհանգիստ է այդ փաստաթղթի գոյությամբ ազգային ժողովում, որ հնարավոր եւ անհնարին ցանկացած խոչընդոտ ստեղծում է, գոնե փորձում է այդ արհեստական խոչընդոտները ստեղծել, որպեսզի այդ գործընթացը իր ավարտին հանգարց չհասնի։ Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանի արգելքներին, ինքը այս պայդրությամբ չունի որևէ արգելք, բացի այն, որ այս պայդրությամբ ինքը իր անձով չի կարողանում ակտիվ մասնակցել այդ գործընթացներին, այդ process-ին, որտեղ իրեն մեկուսացրել են, ամեն ինչ արել են, որպեսզի իրեն մեկուսացնեն, բայց այն պատասխանատվությունը քաղաքական, որ ստանձնել է հանրապետական կուսակցությունի դեմս, նաև պատիվ ունեմ խմբակցության, մենք շարունակում ենք աշխատանքները։ Ինձ համար շատ ավելի նախընտրելի է կատարել դժվար, ծանր աշխատանք, որտեղ կա շատ փոքր տոկոս հույս ձեր բնութագրմամբ կամ ուրիշների բնութագրմամբ ոչ այդքան հավանական process, քան նստեմ ազգային ժողովում եւ այն գիտակցման մեջ, որ պիտի Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատեմ կամ սպասեմ տեսնեմ թե Ալենը ինձ եփ է իր հետ գործուղումների տանելու։ Ես այդ մակարդակը, այդ կատեգորիայի մեջ չեմ տեղավորվում։ Եթե մարդիկ կան, որ տեղավորվում են այն կատեգորիայի մեջ, որ ցանկացած պայքարի փորձին անուն են կպցնում եւ սպասում են Նիկոլի հետ կամ Ալենի հետ գործուղման գնալուն, դա իրենց տարբերակն է։ Բայց ամեն դեպքում ԿՊ-ից էլ չենք տեսնում, որ հաջողվել է մարդիկ միանան կամ կա գործընթաց առհասարակ իրենց հետ, որովհետեւ կա, բայց այս պահի դրությամբ գործընթաց կա, բայց այս պահի ինչու պետք է նրանք միանան։ Մենք ինքներս ենք ասել, որ դա բացառիկ հակազդեցության արդյունքում պիտի լինի, այնպես չի, որ ինչ որ մեկը նստեց հայտնագործություն արեց, մենք էլ հիմա փորձում ենք հերքել, ասում ենք չէ, առանց փողոցի իմպիչմենտ տալնելու։ Առաջինը նախ մեր կուսակցության հայտարարության մեջ, հետո պատիվ ունեմ խմբակցության падգամավորների հարցազրույցների մեջ բազմիցս հնչել է այդ ճանապարհը, հնարավորությունը, ես էլ երևի ձեր տաղավարում որքան հանդիպել ենք, այդքան էլ ասել եմ, որ միայն հակազդեցության հիման վրա դա պիտի լինի։ Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ բավարար չկան, որովհետև եթե այն պահի դրությամբ, երբ որ կլինի բավարարը, այսինքն 54-ը, իհարկե գործընթացը կթևակողի արդեն ազգային ժողովի օրակարգի մակարդակով։ Հիմա Փաշինյանը վերջին, այսպես խոսենք Փաշինյանի վերջին հայտարարություններից, որոնք եղան ազգային ժողովում, մասնավորապես նախ ասաց, որ ինքը հույս ունի, որ ժողովուրդ ամեն ինչ կանի կամ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այս խորհրդարանական ընդդիմությունը այլևս չլինի խորհրդանում, արդյոք կհաջողվի իրեն եւ ինչու են այսքան թեժ պայքարում եւ հետո մնացած հարցերին, որ Հայաստանը ասում է վերջին 500 տարվա մեջ լավագույն օրերն է ապրում,
Այս մասով ինչ կասեք։ Հայաստանը վերջին 500 տարվա մեջ ամենաբացառիկ դավաճաններից մեկին է իր պատմության մեջ վերապրում, ապրում։ Մենք այն վատթա ժամանակահատվածին համընկանք, որ մեկը հայտնվեց մեր պատմության մեջ, որը կարողացավ հազարամյակներով հայկական Արցախը թողել Թուրքին։ Այս է իրականում բացառիկ Նիկոլի ձեռքբերումն է։ Ես կզարմանայի, գիտեք, եթե Նիկոլը հաշտ լիներ օրինակ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ, որովհետև Սերժ Սարգսյանը պետություն պահելու, անվտանգություն կերտելու, մեր հայկական հողերը ազատագրելու եւ դրանք պահելու սիմվոլն է եւ իր կենսագրությունն ամբողջությամբ դրա մասին է։ Եթե Նիկոլը այս ամենի հետ հաշտ լիներ, Նիկոլը չէր լինի դավաճան։ Հիմա Նիկոլը հաշտ չի, իհարկե Նիկոլին շատ ավելի հանգիստ եւ հեշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժի փոխարեն ազգային ժողովում ներկայացված լինի թուրքերի կամ ադրբեջանցիների ազդեցության գործակալներից բաղկացած ինչ-որ մի համույթ։ Իհարկե, կուզենա, ոնց իր ձեռքը կթափահարի, տենց էլ կերքեն։ Իհարկե, իր համար դա ցանկալի է եւ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի 2026 թվականին, ինչպես մենք խոսեցինք արդեն, եւ իշխանությունը եւ ընդդիմությունը լինեն իր համար հարմար մարդկանց ուսապարկերի ամբողջությունից բաղկացած։ Մենք եթե կհիշեք 2000 այս ընդդիմությունը մեզ համար գանձ է, նվեր է, մյուս կողմից փաստացի խնդիր են տեսնում, որ հեռացնեն։ Այո, հակասություններից մեկը, այն 1000-ից մեկը, որ Նիկոլը ամեն օր ինքն իրեն նայած թե ինչ տրամադրությամբ է արթնանում, այդ տրամադրության մեջ էլ գործում է։ Ինչ վերաբերվում է մեր զրույցների ընթացքում մենք նաև խոսել էինք այն մասին, թե ինչու ստացվեց հենց այսպիսի խորհրդարան 2021 թվականին եւ միասին եզրահանգել էինք, որ 2021 թվականին Նիկոլի եւ իր տերերի ռեսուրսը պատերազմից հետո մեր հասարակության արդարացի անհանդուրժողականությունից հետո բավարարեց միայն իշխանական հատվածը ձևավորելու եւ այդքան կեղծիք իրականացնելու համար ինքը այդ մթնոլորտի այդ անհանգստության մեջ չկարողացավ այնպես անել, որ օրինակ այս կազմով Հայաստան Դաշինք եւ պատիվ ունեմ խմբակցությունների փոխարեն հայտնվեն այլ մարդիկ։ Ինքը իր համար այդ փուլը թույլ տվեք ասեմ, որ հաղթահարված է համարում, այնքանով, որքանով ոչ միայն Արցախի կապիտուլյացիան է ստորագրել Մարսել եւ նաեւ ամբողջական Արցախը հանձնել, այլ նաեւ օգոստոսի 8-ին խոստումներով նախաստորագրել է, իսկ առաջիկայում պատրաստվում է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Արել է դա նրա համար, որ իրեն հնարավորություն ընձեռեն այդ միջամտությունը մեր ներքին գործերին, որը կա եւ որը նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի իր հարցազրույցում վերջին փաստեց 2018 թվականից են եղել այդ միջամտությունները, հասնեն այն մակարդակին, որ ողջ խորհրդարանի վրա դա տարածվի, այսինքն նաեւ ընդդիմադիր հատվածի մասով։ Անելու է, իհարկե, ես հավատում եմ, որ անելու է։ Ես դրա համար շեշտեցի, որ մենք փորձում ենք այսօր հանրապետական կուսակցությունը իր վրա բեռ է վերցրել, փորձում է անել այնպես, որ բոլորին, յուրաքանչյուրին անկախ իրենց դիրքավորումից եւ դիրքորոշումից հնարավորություն տա 2026 հունիս ընտրություններ հասնել առանց Նիկոլի, ինչը հնարավորություն կտա արդար թափանցիկ մրցակցային պայմաններով ընտրությունների գնալուն։ Հիմա ինչ որ գործընթաց տարվում է այս իմպիչմենտի հետ կապված, թե որ հիմա տարվում է։ Այսինքն խոսվում է ԿՊ-ի հետ, падգամավորների հետ։ Տարվում է։ Լավ, խոսենք նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին խոսեցիք, Փաշինյանի արձագանքներից, նախ ասում է, որ ինքը մինչև տարվա վերջ կհրապարակի, կանեն անում հիմա եւ բացի այդ ասում է ԵՀԿ Մինսկի խումբը պետք է ամբողջապես լուծարվի, թե մենք գիտենք լուծարվել է, բայց ինչ որ հարցեր կան։ Հավանաբար ըստ Փաշինյանի նոր ինքը կարող է գաղտնազերծել, բացի այդ ասում է մի հատ էլ Սերժ Սարգսյանի նամակը, որը նախագահներին է ուղղված, դա էլ կգաղտնազերծեմ։ Այս առումով ինչ կասեք, ասում ըստ էության մեծ բան չկա, երբ որ հրապարակեն բոլորդ կտեսնեք, որ ավելի շատ էր թոկը մեր վզից կարճանում այլ պետության կողմից, նկատի ունեն Ռուսաստանին, որ Արցախը տայինք, այսինքն ավելի վատ վիճակում էինք լինելու։ Մեր ժողովրդի վզին մի անգամ են պարանգցել այդ 2018 թվականին Նիկոլին բերելով իշխանության, ու այդ Նիկոլի պարանով էլ մեզ բոլորիս ինքնասպան են անում ուղղակի։ Այդ պարանի եւ թոկի տրամաբանությունը ուղիղ իրեն է ուղղված եւ ինքնասպանության գործիքը, որով հայ ժողովրդին հասցնում են եւ հակում են ինքնասպանության։ Ինչ վերաբերում է հրապարակումների մասով, մի ժամանակ ասում էր, որ այնքան ցակ ու ցրիվ են այդ փաստաթղթերը, խալա
խոլադելնիկի ոտի տակ է, կոնդիցիոների մեջ է, ինքը չէր կարողանում հավաքել։ Հիմա պարզվեց կարողանում է լավ էլ հավաքել է, դրանք ամբողջությամբ կան։ Խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հարաբերությունների իրավական եւ դիվանագիտական գործիքների տրամաբանության մեջ է հրապարակումը։ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն մի քանի տարի իրեն ասում է հրապարակի, ամեն ինչ թող հրապարակի։ Մենք շատ ավելի ուրախ կլինենք, եթե ինքը շատ ավելի մեծ քանակությամբ եւ մասշտաբի բաներ գաղտնազերծի, մասնավորապես թե որքան զենք է գնել Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետություն բերվել իր ժամանակահատվածում նախագահության, թե ինչ դիվանագիտական հաղթանակների է հասել այս կամ այն ուղղությամբ, թող այդ ամեն ինչը գաղտնազերծի, ինչպիսի իրավիճակներից է Սերժ Սարգսյանը կարողացել մեր պետությունը, Հայաստանը եւ Արցախը դուրս բերել տարբեր ճգնաժամային իրավիճակներում, խոսքը տարածաշրջանում առաջացած ճգնաժամերի եւ նաեւ գլոբալ մարտահրավերների մասին է։ Ռուս-վրացական պատերազմի մասին եմ խոսում, դրանից հետո իրադարձությունների մասին, քարորիայի ժամանակահատվածում այն կապիտալիզացիան, որ մենք ունեինք դիվանագիտական ու նաեւ ռազմական, ընդունելով նաեւ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա սխալները, թող ինքը ընդունի այդ գաղտնազերծի եւ ընդունի, թե ինչպես էին խոսում կեղծ 800 հեկտարի կեղծ թվերի մասին եւ զոհերի քանակն էին մեծացնում, խոսում էին նրա մասին, որ ինչ որ բենզին չի եղել, դիզվառելիք չի եղել, թող խոսի գաղտնազերծի նաեւ առավել մանրամասնությամբ այն ինչի մասին ասաց Սերժ Սարգսյանը, մասնավորապես որ 2014 թվականից Հայաստանի սահմանների երկայնքով Արարատի մարզից մինչև հեռավոր Սյունիքի մարզ եղել են սահմանային բարելավումներ։ Թող այդ ամեն ինչը դնի, գաղտնազերծի, ամեն ինչ մեզ ցույց տա ու կտեսնի, որ ինքը ավելի մեծ վստահությամբ ես կպնդեմ, որ ինքը Հայաստանի Հանրապետության համար նախատեսված այն պարանն է, որով օտարերկրյա ուժերը փորձում են մեզ բոլորիս ինքնասպանել։ Իրենք ասում են, որ մետաղալում է եղել, ոչ մի զենք էլ չենք ունեցել եւ հիմա ենք իսկապես կարողանում զենքեր գնել։ Ալիևը 6 միլիարդ դոլարից ավել զենք միայն տարել է Արցախից եւ այդ զենքը ցուցադրում էր ցավոք սրտի Բաքվում իրենց չեմ էլ ուզում այդ բառը ասեմ, այդ շքերթի, այդ հաղթարշավի ժամանակ։ Տեսանք ինչն էր մետալալում։ Մետալալումը այն սուերն էր, որ ինքը բերում էր իր պաշտպանության նախարարի հետ սելֆի էր անում, ընդամենը հայ ժողովրդին խաբելու համար։ Կլուբնիկով եւ սուերով խաբում էր հայ ժողովրդին, մինչեւ կտանի 5000 հայ զինվորի ուղակի մատաղ կանի թուրքի ոտքերի առաջ։ Ինչ վերաբերվում է իրենց զենքի գնումների մասին, դա այն մակարդակի եւ այն տրամաբանության աստիճանի հասնող սուտ է, որ ինքը բոլորին, դա ընդհանրապես ռազմական գաղտնիք պիտի լինի, չէ՞։ Իսկ ինքը այնքան է դա շոուի վերածել, այդ սուի սելֆի մակարդակի, որ ասում է դե տանեմ մի քանի բան դնեմ, եկեք բան արեք, խմբեր կազմենք, հիշում եք պատերազմն էլ տենց պիտի անեինք, խմբեր կազմենք, կասկավերցնենք, գնանք։ Հիմա էլ պիտի խմբեր կազմենք, դեժավյու չի, այո, խմբեր կազմենք, կասկադրեք, գնանք այդ եթե կասկածում եք, որ ես զենք եմ գնում։ Դե սուերը զենք էին առանց հրթիռների։ Այն մեր ռազմական արսենալի համար ոչ պիտանի զինատեսակները, որոնք որևէ կերպ չեն ինտեգրվում են ռազմական եւ պաշտպանական համակարգի մեջ, որը մենք ունենք, զենք է թե չէ։ Դե կլուբնիկն էլ բան մթերք է, այո, օգտագործելու համար անհրաժեշտ էր բանակին, չէ ավելավա կլուբնիկ չլներ ու 5000 զոհել չլներ։ Ամեն դեպքում ռազմաարդյունաբերության տարի է հռչակել, նաև ռոբոտ էր հրապարակել, որ ամեն ինչ արվում է բանակը զորացնելու համար եւ բոլոր այդ հայտարարությունները ամեն ինչ արվում է բանակը քանդելու համար։ Ինքը Ալիևին խոստացել է, որ Հայաստանը բանակ չի ունենա, այդ տրամաբանությամբ էլ առաջ է գնում։ Ինքը Ալիևին խոստացել է, որ հայ առաքելական եկեղեցի չի լինի, հիմա գնում է հայ առաքելական եկեղեցին թուլացնելու ճանապարհով։ Խոստացել է, որ Հայաստանում սահմանադրություն չի լինի, որի մեջ առանցքայինը կլինի հայի ինքնությունը։ Հիմա սահմանադրություն են նոր գրում առանց այդ ազգային ինքնության եւ ազգային պետական նպատակների։ Ամեն ինչ իրենց մոտ սինխրոն է։ Հիմա ամփոփելով նաև զրույցը, ընդդիմությունը ինչ պետք է անի, ինչպես պետք է աշխատի ժողովրդի հետ, ինչպես ինքն է ասում, մենք կյանքի մասին ենք խոսում, մարդիկ էլ ընտրում են կյանքը։ Հիմա ինչ պետք է անի ընդդիմությունը մարդկանց համոզելով, որ ոչ պատերազմ եք ուզում բերել, ոչ ապոկալիպսիսի մասին եք խոսում, այլ դուք
ունեք ձեր օրակարգը։ Ես պատրաստ չեմ այն հարցի ֆորմատի մասին խոսելու, որը դուք առաջադրեցիք, որովհետև դա Նիկոլի առաջադրածն է։ Ոնց որ մենք հիմա նստենք, խոսենք, արդյոք Հայաստանի Հանրապետությունում կան սևեր եւ սպիտակներ, դա է Նիկոլի առաջադրածը։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում արագաչափերը ամենակարևոր խնդիրն են, որը կա, դա է Նիկոլի առաջարկածը։ Ապացուցել է, որ պատերազմ ինքը չի բերելու, որ գա իշխանություն, Հայաստանի Հանրապետության ամեն 4-րդ քաղաքացին գիտի, որ Նիկոլը դավաճան է։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը երբևէ խնդիր չի ունեցել ժողովրդի գոնե պատերազմից հետո ժողովրդի մոտ գիտակցություն կամ ընկալվածություն ինչ որ հարցերի մասով ձևավորելու։ Եղել են 3-ից 4 փողոցային պայքարներ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, պատրաստակամ լինելով տալ իրենց աջակցությունը քաղաքական լուծմանը, որին պիտի գնային քաղաքական ուժերը։ Ինչի դա չի եղել։ Մենք տարբեր դրվագներով առիթ ունեցել ենք ձեզ հետ խոսելու, բայց մենք հիմա պիտի նստենք, մեզ խաբենք, ասենք ժողովուրդը ընտրեց Նիկոլին, ժողովուրդը չգնաց մեր հետևից, դրանք սուտ օրակարգեր են, որի շահառուն առաջի հերթին Նիկոլն է։ Նիկոլը նույնիսկ իր ընտրակեղծիքներով մարդ գրանցելով, փող բաժանելով, վախեցնելով, ԱԱԾ-ով, քննչականով, ոստիկանով, նույնիսկ այդ ամենի մեջ վաղար շաբաթում ապրող մեր հայրենակիցների մեծամասնության քվեն չի կարողացել կեղծի եւ նկարի։ Պարզ չի, որ այստեղ քաղաքական լուծումների եւ վճռականության խնդիր է։ Եվ բավարար է մենք քաղաքացիների վրա գցենք այն մեղքը, այն այսօր օրհասական իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, որը կարելի էր քաղաքական ուժերով եւ քաղաքական համախմբվածությամբ լուծել։ Նորից եմ կրկնում, մարդիկ, ովքեր իմիտացիա են անում Նիկոլի դեմ պայքարի, դա թող մնա իրենց խղճի վրա։ Մենք 2018 թվականից 7 տարի հանրապետականը անտրտունջ անում է ամեն ինչ, որպեսզի Նիկոլին կարողանա հաղթել, որպեսզի կարողանա Նիկոլին դուրս վռնդել մեր հասարակական դիսկուրսից։ Մենք սրանով ենք զբաղված։ Ոչ ընտրություններին ենք պատրաստվում, ոչ հաշվում ենք, քանի մանդատ ենք ունենալու, ոչ դրանից ուրախանում ենք, ոչ տխրում ենք։ Մենք միայն կհամարենք մեր աշխատանքը կատարված այն պահին, երբ որ Նիկոլ չի լինի, իսկ մեր աշխատանքը շարունակում ենք գնահատել ոչ բավարար եւ բացասական, քանի Նիկոլ կա։ Բայց ամեն դեպքում ընտրությունների մասնակցելու եք։ Այդ մասին մենք նման քննարկում չենք ունեցել, որովհետև մեր ամբողջ ուժերը կենտրոնացված է հիմա Նիկոլին մինչև 2026 թվականի հունիսը հեռացնելու process-ի, նորից եմ կրկնում, մեզ դեմ, մեզ կողմ մարդկանց, քաղաքական միավորներին, քաղաքական գործիչներին հնարավորություն տալու մասնակցել այն ընտրություններին, որտեղ չկա իշխանազավ Նիկոլը։ Եվ մեզ համար պարզ է, որ իշխանազավ Նիկոլի հետ բնականon գործընթացներ հնարավոր չեն ոչ դատարանում, ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ գործադիրում եւ ոչ էլ օրենսդիրում։ Եթե մարդիկ կան, ովքեր կասկածում են եւ հավատում են, որ իշխանազավթի մոտ ինչ որ հնարավոր է պայմանավորվելով կամ ինչ որ իրեն ավանսի վստահության ինչ որ նոտաներ տալով կարողանալու են այդ ամեն ինչը հաղթահարել, իրենց ճանապարհն է։ Երբ որ դուք իմպիչմենտի հետ կապված քննարկում էիք իրականացրել ազգային ժողովում, արտախորհրդանական ուժեր եկան ոգևորված, ասացին, որ կմիանան, ինչու պայքար փողոցային չսկսվեց։ Բայց իրենք միացել են, մարդիկ եկել են, տասնյակ քաղաքական միավորներ, իսկ որևէ մեկը խոսել է նրա մասին, որ մենք լսումներից հետո դուրս են գալիս փողոց։ Մենք ասել ենք, որ կա տրամաբանական հերթականություն, ինքնանպատակ փողոց, ինքնանպատակ թուղթ մուտք անել ազգային ժողովի օրակարգ, որը պետք է տապալվի, մենք էլ ասենք, տեսակ, մենք փորձեցինք, ուղղակի չստացվեց, հենց ինքնահաստատվելու դրսևորումներ չունենք մենք։ Դրա մասին չի այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը ոչ թե ձևացնելու համար է, որ արեցինք չստացվեց, այլ արդյունքի հասնելու համար է։ Մենք այդ արդյունքի համար ենք աշխատում հիմա։ Առջևում կարող ենք տեսնել ակտիվություն, կարծում եք։ Առջևում կարող եք տեսնել պայքար անմնացորդ, ազնիվ, առանց պայմանավորվածությունների եւ առանց կոմպրոմիսների միայն մի բանի համար, այս իշխանազավթից իշխանությունը վերցնելու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Շարունակեք հետևել, կհանդիպենք։